Ես ողջունում եմ գործարարիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին։ Դուք մեզ միացել եք 106 եւ 5 հաճախականությամբ։ Կարող եք նաեւ մեզ դիտել մեր մուլտիմեդիա հարթակներում։ Այս պահին սկսում ենք սխալ հաշվարկ հաղորդումը եւ տաղավարում կրկին հետաքրքիր գործարար հյուր ունեմ։ Էմիլ Կրոյանն է մեր հյուրը, Targeting եւ Simple Business Academy ընկերությունների համահիմնադիր է։ Էմիլ ջան, բարի օր։ Ողջույն Մոնիկա ջան։ Շնորհակալ եմ կրկին քեզ տեսնել մեր տաղավարում։ Ինչպես են գործերը, նախ այդտեղից սկսենք։ Ես նույնպես շնորհակալ եմ հրավերի համար, միշտ հաճելի է գտնվել քո տաղավարում, քեզ հյուր։ Գործերը հրաշալի են, դինամիկ աճում են, ծանրաբեռնված են, ինչպես միշտ։ Ընդհանուր առմամբ շատ լավ են։ Սկսենք այնտեղից, թե այդ գործերը երբ սկսեցին, որովհետև ես հյուրերի հետ միշտ այդ ամենահեռվից եմ գալիս հասկանալու, թե ամենաառաջին քայլերը գործարարության մեջ երբ էին, ինչու եղան դրանք եւ ճանապարհը ամբողջ փորձենք հասկանալ, ինչ դժվարություններ եղան, ինչ փորձություններ, կարող ենք այդպես ասել, խնդրեմ։ Երևի սկսեմ ավելի այն տարիքից, որտեղ որ ավելի քիչ թե շատ գիտակից ձևով բիզնես սկսել, որպես կանոն մենք սկսում ենք այն վաղ 6 տարեկան հասակից, այդ անցնան, որտեղ դրանք տենց ավելի շատ ինչ-որ մի բան։ Այդ ժամանակ ձևավորվում է բիզնես մտածողություն, Այդ ժամանակ ձևավորվում է այդ, որից հետո արդեն ինչ-որ գործուն քայլեր է սկսում, որը որ քիչ թե շատ ավելի կարելի է անվանել բիզնես։ Առաջին, այսպես ասած, բիզնեսը կարելի է նշել, սկսել եմ 2012 թվականին, 11-12 թվականին, այդ ժամանակ 20-21 տարեկան էի։ Եվ սկսեցի բիզնեսը որքան էլ զարմանալի կլինի, շատ իմ համար առնվազն շատ տարօրինակ ոլորտից, որտեղ որ երբեք չէի կարող ինձ պատկերացնել, խոսքը գնում է պարֆումերիայի բիզնեսի մասին։ Այնպես ստացվեց, որ ունեի ընկեր, ով այդ ոլորտում բիզնես ուներ եւ պետքա շտապ մեկներ արտերկիր եւ բիզնեսը փորձում էր վաճառել։ Ես այդ ժամանակ փորձեցի քայլեր ձեռնարկել ու ինչպես շատ հաճախ պատմում ենք, ճանաչելով կապիտալ, փորձեցի ինչ-որ ռիսկի գնալ, որը որ, այսպես ասած, տվեց բավականին մեծ փորձ։ Սա առաջին քայլն էր, որտեղ որ ես առանց կապիտալի փորձեցի ինչ-որ քայլեր ձեռնարկել եւ սկսեցի այդ բիզնեսից, պարֆումերիայի բիզնեսից։ Ճիշտ հաշվարկ էր դա այդ որոշմանը գնալը։ Ճիշտ հաշվարկը շատ ժամանակ դժվար է միանշանակ ասել, որովհետեւ եթե մենք փորձում ենք նայենք ֆինանսական առումով, որը որ բնորոշ է բիզնեսին, միգուցե ոչ այդքան, որովհետև մեծ հաշվով ծախսած ժամանակի էներգիայի հաշվին ֆինանսական առումով մեծ կապիտալ չկարողացա այդտեղ ստեղծել, բայց ավելի մեծ կապիտալ ստեղծեցի ոչ նյութական առումով, խոսքը գնում է փորձի, հմտությունների, կապերի մասին, որը որ հետագայում շատ օգտակար եղավ ինձ ամենատարբեր իրավիճակներում։ Եվ ինքնին ոլորտը շատ հետաքրքիր էր, դրանից հետո ճիշտ է այդ ոլորտի հետ կապված որևէ շարունակություն չեղավ, բայց հետաքրքիր փորձ էր մոտ 2.5 տարի, հետո պարֆումերիայի հետ կտորը զարգացրեցի, դարձավ նաև զարդերի բիզնես զուգահեռ նույն տարածքում, հետո տարածքը որտեղ որ օգտագործում էի եւ արձակալում էի, այնտեղ ոնց որ տարածքում կար նաև գեղեցկության սրահ եւ փորձում էի այդ տարածքն էլ վերցնել, որպեսզի ընդհանուր կոնցեպտ ստեղծեի, զարդեր, պարֆումերիա, խնամքի միջոցներ եւ գեղեցկության սրահ, բայց այդ այն փուլներ, որ արդեն ավելի գիտակից բիզնես փուլ էի մտնում, բայց տարածքի սեփականատերը հասկանալով, որ միգուցե նույն բանը ինքը կկարողանա անել, այդպես ձեռնունայն թողեց ինձ եւ հետո քիչ-քիչ արդեն փոխեցի ոլորտս։ Ամենակարևոր դասը որն էր, որ այդ բիզնեսից սովորեցիք ու մինչ օրս ձեր բոլոր բիզնես գործունեությունների մեջ փորձում եք կիրառել, փորձում եք այդ կանոնով, եթե դա կանոն է, շարժվել այդ դրանով։ Երևի մի բան որ կնշեմ համառությունը, որովհետեւ բազմաթիվ առիթներ, պատճառներ կային, որտեղ որ կարելի էր ուղղակի դադարել, հանձնվել եւ չշարժվել առաջ, բայց համառությունը ինքը շատ լավ որակ է ու չգիտեմ ինչի ցավոք սրտի մեր հասարակության մեջ համառությունը երբեմն ավելի շատ բացասական ընկալում ունի, բայց իրականում իմ համար լավագույն սկիլերից ու որակներից մեկն է մարդու կյանքում, հատկապես գործարարի կյանքում, որովհետև առանց համառության իրականում մեր օրյա աշխարհում նույնիսկ եթե դու գործարար ես, իրականում շատ դժվար է լինելու, որտեվ հիասթափությունները հաջորդաբար գալիս են մեր կյանքում, ու եթե համառություն չլինի, շատ հեշտ է կոտրվել, հիասթափվել ու
մեղադրել ամեն ինչին ու ամեն մեկին։ Ինչպես հասկանալ, Էմիլ ջան, որ այս ձախողումները որ կան, սրանք ժամանակավոր են կամ սրանք ժամանակավոր չեն։ Կարևոր է, չէ՞, որ գործարարը ի սկզբանե հասկանա, թե իրեն որ ճանապարհն է այս գործունեությունը տանում, որ ուղղությամբ է ինքը գնում եւ ինչպես որոշում կայացնի հետագա քայլերի, հետագա դժվարությունների համար։ Արդյոք կա դրա համար հստակ մեխանիզմ եւ դուք ունեք այդ չափիչ գործիքները կամ մեխանիզմները, որով շարժվում եք։ Իրականում շատ կարևոր հարց է, որովհետև սխալների մասին շատ տարածված է խոսել, որ միշտ պետք է սխալվել, համարձակ պետք է սխալվել, ու ես ինքս համաձայն եմ դրա հետ, բայց պետք է ֆիլտրել սխալները, էլի։ Ես ինքս ինձ համար առանձնացրել եմ երկու տեսակի սխալներ, որոնք որ անխուսափելի են, եւ այդ սխալները չգործելու արդյունքում ավելի մեծ սխալ ես գործում, շատ հաճախ, եւ սխալներ, որտեղ որ պետք է կարողանալ տարանջատել, որոնք որ կարան քո, այսպես ասած, ամբողջ ճակատագրի, քո ապագայի վրա ազդեն նույնիսկ, եւ հետեւաբար շատ կարեւոր է այդ սխալների աստիճանը եւ հետևանքները միշտ կարողանալ գիտակցել։ Շատ ժամանակ, երբ որ մենք բախվում ենք… Այս դրա մասին է, սխալ հաշվարկ չանել գոնե այդ իմաստով, չէ՞։ Շատ կարեւոր է, որովհետեւ ես հասկացել եմ մի բան, մենք շատ հաճախ ավելի կրտսեր սերնդին, այսպես ասած, մարդկանց, ովքեր որ փորձում են նոր աշխատաշուկա մտնել կամ բիզնեսի մեջ քայլեր ձեռնարկեն, ես ինքս ինձ բռնացրել եմ, որ շատ հաճախ ասած ինչ-որ ոգևորությամբ փորձում եմ արագ կիսվեմ այս սխալների մասին, որոնք որ ես ինքս արել եմ, կարծելով թե դրանով պետք է օգուտ տամ եւ կանխեմ գոնե այն ակնհայտ սխալները, որոնք որ ես ինքս արել եմ, բայց վերջին շրջանում շատ հաճախ եմ դրա մասին մտածում ու հասկանում եմ, որ երբեմն պետք չի մարդկանց ձեռքից խլել այդ սխալներ անելու հնարավորությունը, հա։ Խոսքս վերաբերվում է այն առօրյա սխալների մասին, որոնք որ մշտական են ու կրկնվող, չէ։ Չէ, որոնք որ մշտական չեն, որոնք որ մեզ սովորեցնում են, որովհետև երբ որ շատ հաճախ մենք սխալ անում ենք եւ չենք ունենում հետևանքներ, այդ հետևանքները մեզանից սրտացավորեն, մեր հարազատները փորձում են խլել, շատ ժամանակ մենք չենք էլ ընկալում, որ դա սխալ էր։ Ես ինքս բազմաթիվ անգամ փորձել եմ հատկապես վերջին շրջանում դրա մասին շատ հաճախ եմ մտածում, որ մենք սխալ որպես ընդունում ենք այն կետերը, որտեղ որ մենք արել ենք սխալ եւ դա արձանագրվել է։ Բայց ինչքան հաճախ է լինում, որ մենք կարանք սխալ անենք ու այդ սխալի հետևանքը չլինելու կամ մեզ համար գոնե ավելի ակնառու չլինելու պատճառով մենք համարենք, որ դա սխալ չէր։ Իրականում այն սխալը, որը էմոցիոնալ ազդեցություն է թողնում մարդու վրա, դա ավելի լավ է հիշվում, հետո դրա դեմ պայքարելը ավելի հեշտ է լինում ու միշտ այդ պատը ստեղծվում է պայքարելու, կարծում եմ, ձեր կարծիքով ոնց է։ Ոնց։ Այսինքն, եթե սխալվում ես ու էմոցիոնալ, օրինակ, բարդ շրջան ես անցնում, որ ինչու սա այսպես եղավ, արժեր չլիներ, եթե անդադ հիշողության մեջ պտտվում է, դա միանշանակ մարդը սկսում է դրա դեմ պայքարել ու երկրորդ անգամ միշտ չի որ դա կրկնվում, իսկ եթե սխալները էմոցիոնալ ֆոն չեն ստեղծում, դա հավանականությունը կարծում եմ ավելի մեծ է, չէ՞։ Միանշանակ, ես դրա մասին էի խոսում, ցանկացած մեր որոշում, այն ինչ որ մենք այսօր կայացնում ենք, ցանկացած որոշում ունի պտուղ, ունի հետևանքներ, ստեղ այլ հարց է, որ միգուցե մենք շատ ժամանակ ավելի էմոցիոնալ դրսևորում ենք ակնկալում, մեզ թվում է, որ մեր որոշումը հենց այդ պահին պետքա մեզ կամ սննկացնի կամ միլիոնատեր դարձնի, ու երբ որ դա տենց չի լինում, այդ կոնտրաստը այդքան ուժեղ չի լինում, որովհետև որպես կանոն մեր որոշումները ոչ միշտ են այդքան հստակ կոնտրաստային ազդեցություն ունենում մեր առօրյայի վրա, ու երբ որ դրանք չեն լինում, շատ հաճախ մենք շարունակում ենք նույն սխալները անել։ Եվ հենց դրա համար եմ ես ասում, որ շատ ժամանակ պետքա մարդու սխալը իր ձեռքից չխլել ու թողնել, որ մարդը այդ սխալը անի, որովհետև գիտեք, մենք շատ հաճախ լսում ենք ֆիզիկապես, բայց շատ դժվար ենք ընկալում դա, որովհետև մենք կարիք ունենք մեր սեփական փորձով բախվենք ինչ-որ խնդրի, որպեսզի դասը ինքնուրույն քաղենք։ Այ ասացիք, որ կարևոր սխալներ կան, որոնք մշտական բնույթ չեն կրում, բայց իրենք շարունակում են լինել։ Այ որոնք են դրանք ու ձեր օրինակով կուզեմ մեզ ներկայացնեք։ Դուք ինչ սխալներ եք ունեցել։ Դրանք շատ ինդիվիդուալ են բնականաբար, կախված մարդու բնույթից, կախված բիզնեսի առանձնահատկությունից, շատ տարբեր սխալների տեսակներ կարող լինեն։
մեր ամենազավեշտալի սխալները, որ մենք մինչ օրս անում ենք, ուղղակի ինտենսիվությունն է մի քիչ պակասել, դա արագ ինչ-որ մի բան սկսելու սինդրոմն է մեզ մոտ, որը միևնույն ժամանակ կարելի է համ որոշ դեպքերում դրական անվանել, որոշ դեպքերում երևի թե ավելի հաճախ բացասական։ Մենք պրոֆեսիոնալ ճակերտավոր առումով սկսողներ ենք եւ շատ հաճախ երբ որ հատկապես մոտ 7-8 տարի հետ ենք գնում, ես հիշում եմ մեր թիմում ցանկացած ժողովի քննարկման արդյունքում մենք ինչ-որ մի հատ հետաքրքիր բան ենք գտնում եւ ոգևորությունը այնքան ուժեղ է լինում, որ մենք հենց այդ օրը որոշում ենք, որ դա պետք է վերածենք բիզնեսի ու անենք։ Ու դա մի հատ առանց հաշվարկների, այո, աննորմալ շատ ռեսուրս էր տանում, ժամանակային, էներգետիկ եւ այլն, եւ սա էլ սխալի մի տեսակ է, որը որ մենք չենք համարում սխալ, ինչի, որովհետեւ դա էլ որպես կանոն մեր մոտ ընդունված է ֆեյլերի մասին խոսել ֆինանսական ինչ հետևանք է ունեցել, հա։ Այո, հիմնականում բոլորը ֆինանսական են գրում, բայց այն ժամանակը, որ մենք ծախսում ենք տվյալ խնդիրը լուծելու կամ այս դեպքում ավելի շատ չլուծելու վրա, դա իհարկե եթե դու օգտագործեիր այն գործի վրա, որը որ քո մոտ ավելի լավ է ստացվում, բնականաբար ավելի շատ գումար կաշխատեիր եւ հետեւաբար ստացվում որ դու գումար ես կորցնում, որը որ որպես կանոն դժվար է հաշվել, հետեւաբար մենք չենք համարում դա կորուստ, բայց մեր կորուստները իրականում ահռելի մեծ մասը եղել են այդ ձևաչափով, այսինքն սխալներ, որոնք որ մենք շատ հաճախ արել ենք սխալ ոգևորված ինչ-որ բիզնես գաղափար սկսելու, ձեռնարկելու եւ կիսատ թողնելու հիման վրա։ Դասեր քաղել եք այսօր, թե շարունակում եք ամեն դեպքում այդ էմոցիոնալ ֆոնով առաջ գնալ ու միշտ չի որ հաղթահարում եք այդ միանգամից չսկսելու կարևորությունը։ Ակտիվ պայքարների մեջ ենք, Մոնիկա, մինչեւ հիմա մենք բախվում ենք այդ խնդրին, ոնց նշեցի, ու շատ հաճախ այդ գայթակղությունը կա, հա, այդ ադրենալինի չափաբաժինը ոնց որ պակասում է, ուզում ես միշտ ինչ-որ նոր բան, նոր ինչ-որ հնարավորություն, նոր բանի մեջ փորձարկել ուժերը եւ այլն։ Իհարկե դա կառավարել պետք է ու մենք հիմա փորձում ենք դա կառավարենք։ Եթե համեմատում եմ հիմա 7-8 տարի առաջվա հետ, մենք հիմա անհամեմատ ավելի խելոք մեր գործն ենք անում, այն ինչը մեր մոտ ավելի լավ է ստացվում ու մեր հաջորդ քայլերը մենք ավելի պլանավորած ենք գնում, հա։ Այ հաշվարկով ենք գնում հիմա, այսինքն ցանկացած փորձեմ համեմատեմ ներկա ու նախկին իրավիճակները, նախկինում այ ոնց որ հաղորդման անվանումն է, մենք առանց հաշվարկների մեծ սիրով պատրաստ էինք մեզ նետել ցանկացած նոր մարտահրավերի մեջ ու մեզ պետք էր ընդհանրապես այդ թեման, որի մեջ մենք պետք է մտնենք, ուղղակի մեզ պետք էր, որ ինքը մեզ գրավեր, եւ մենք շատ ժամանակ ուղղակի չենք կենտրոնանում եւ դադարում էինք հաշվել, փորձել հասկանալ ինչա դա մեզ տալու։ Այս տաղավարում հաճախ շատ հյուրեր են եղել, ովքեր այդ թեմայով ասել են, որ իրենք հիմնականում այ հենց նման որոշումներ են կայացրել, միշտ սպոնտան է եղել, միշտ էմոցիոնալ դաշտում ու դա հաջողել է։ Այսինքն միշտ չի, որ այն կարող է ձախողման տանել եւ միշտ չի, որ հաշվարկները կարող են արդարացնել իրենց, որովհետեւ ժամանակները փոխվում են, բիզնեսը փոխվում է եւ որքան էլ սկզբում դու ունենաս հստակ հաշվարկներ, այդ թվերը միևնույն է փոխվելու են ու ամեն դեպքում 50-50 ռիսկով ես էլի առաջ գնում։ Ինչ կասեք այդ մասով, դուք ոնց եք կարծում այդ փորձությունը ինչ է սովորեցրել ձեզ։ Ես ուսանող ժամանակ, երբ որ լսում էի պրոֆեսորների, իմ մոտ մեծ sense կոնտրաստ էր առաջ գալիս, ես մտածում էի լավ, եթե այս մարդիկ, այս ամբողջ պատկերը, այս ամբողջ հիմնավորումները ունեն, տեսնում են, ինչի այս մարդիկ բիզնեսմեն չեն, կամ եթե փորձել են իրենց ուժերը բիզնեսում, ինչի չեն հաջողել։ Եվ երբ ես սկսում եմ երկար մտածել այդ հարցի շուրջ, ես հասկանում եմ, որ կրթությունը սկսում է հիասթափեցնել ինձ, հետո հասկացա, որ իրականում կրթությունը բնականաբար հիասթափվելու պետք չէ լինի, հետո հասկացա, որ բիզնեսի մեջ շատ ավելի շատ չգրված օրենքներ կան, քան գրված օրենքներ իրականում, եւ ոնց դուք նշեցիք, շատ ժամանակ հաշվարկները կարող են խանգարող լինել։ Մենք մեր բիզնեսը սկսել ենք առանց հաշվարկի եւ կարծում եմ հաջողում ենք, բայց դա չի նշանակում, որ հետագայում մյուսներում պետք է հաջողեն։ Իրականում երբ որ կորցնելու բանը քիչ է, միշտ հեշտ է գնալ ընդառաջ ցանկացած մարտահրավերի եւ փորձել այդ իրավիճակում ինչ-որ եղած, չեղած ռեսուրսներով պայքարել, կռիվ տալ եւ հաջողել։ Բայց երբ որ կշեռքի նշաձողին լինում է արդեն որոշակի կապիտալ, որոշակի փորձ, որոշակի անցած ճանապարհ, թիմ,
որը որ կանգնած է քո հետևում եւ որը որ սպասում է քեզանից ավելի գործուն, ավելի ճիշտ քայլերի, իրականում այդ պատասխանատվությունը երբեմն ստիպում է որ ավելի ուշադիր լինես, էլի։ Դրա համար մենք հիմա ավելի հաշվարկային ենք։ Իհարկե, մեր համար շատ կարևոր է որ միտքը մեզ հետաքրքրի, ոգևորություն բերի եւ առաջին միգուցե նախադրյալը դա է, բայց բնականաբար դրանից հետո մենք դադար ենք վերցնում, փորձենք հասկանալ իր ֆինանսական կողմը, որովհետեւ վերջի վերջո բիզնեսը արվում է գաղափարից բացի նաեւ ֆինանսի համար եւ կարևոր է որ այս կարևոր կրիտերիաներին համապատասխանի ցանկացած բիզնես։ Այո, շատ հաճախ մարդիկ չեն խոստովանում, որ բիզնես սկսում են գումար վաստակելու համար, բայց անձեն աչքով էլ տեսանելի է եւ ընկալելի է, որ դա արվում է դրա համար, որքան էլ գաղափարի հետևից գնան, որքան էլ շատ, չգիտեմ, ցանկություններ լինեն, պարզապես կամ երազանքներ, միշտ ֆինանսն է հիմքում եւ այդ ֆինանսական կորուստը դրա համար է երևի, որ առաջնահերթ հենց այդ կորուստն է ընկալելի դառնում ու այսպես շատ ցավոտ ընկալվում։ Այստեղ էլ իրականում երկու կողմով էլ խողովակը աշխատում է, եթե մենք նայենք երևի թե բացի արժեթղթերի առք ու վաճառքով զբաղվող գործարաններին համաշխարհային, մնացած բոլոր բիզնեսմեններին, բոլոր բիզնեսներին հաջողված кейսերը եթե մենք նայենք, մի ընդհանրություն կարող ենք նկատել, բոլոր այս գործարանները, բոլոր այս բիզնեսները ունեցել են հաջողություն մեծամասամբ կամ միգուցե նաև բացառապես նրա հաշվին, որ կարողացել են որևէ խնդիր լուծել մարդկանց կյանքում։ Եվ որքան մեծ է եղել այդ խնդրի լուծումը, այնքան ավելի հաջող է եղել բիզնեսը։ Հետևաբար շատ նորմալ է, որ այս երկուսը իրար բալանսավորում են, այսինքն եւ գումարը եւ այն խնդիրը, որը որ դու լուծում ես, որովհետեւ մեկը մյուսի հետևանքն է։ Եվ ես կարող եմ ասել, որ նույնիսկ հիմա մենք ունենք ստարտափային տարբեր պրոյեկտներ եւ ունենք մի պրոյեկտ, որի մասին հիմա չեմ բարձրաձայնի, որտեղ մենք դեռևս մոնետիզացիայի ուղիները չենք կարողանում գտնենք իրականում, չենք հասկանում, որ ոնց կարա ինքը մեզ գումար բերի, հա, այսինքն ոնց կարելի է իրան այնպես անել, որ ինքը ավելի շատ վաճառվի, հա, բայց ցանկացած գործընկերոջ հետ, երբ որ մենք կիսվում ենք, բոլորը ասում են հրաշալի գաղափար է եւ նաեւ հիմա մեր ուսումնասիրություններն են այդ շրջանակում արվում։ Եվ մենք հիմա գալով այդ հարցի պատասխանին մենք ինչ ենք անում, մենք փորձում ենք այն տեսանկյունից գնանք, որ օքեյ, մենք վստահ ենք, որ ինքը խնդիր է լուծելու, եւ երբ որ այդ պահը հասունանա, որ քո լուծած խնդիրը արդեն ավելի ակնառու լինի բոլորի համար, բնականաբար մոնետիզացիան լինելու է ժամանակի հարց։ Եվ միգուցե տարիքի հետ, փորձի հետ շատ բաներ փոխվում են, բայց այդ առումով մեր մոտեցումը բիզնեսին մնում է նույնը։ Մենք երբ որ բիզնես ենք սկսում, մենք սկսում ենք հենց գաղափարից, սկսում ենք հենց ստեղծած արժեքից, նոր փորձում ենք հասկանալ արդյոք այդ ստեղծած արժեքը գումար կբերի։ Բայց լինում է կարևոր մի հարց կա, էլի, թե երբ ակնկալել ֆինանսական մուտքեր այդ եկամուտներին երբ սպասել, որովհետև շատ գործարարներ սկսում են մտածելով, որ այ 1 ամսից մաքսիմում իրենք ունենալու են այդ լավ եկամուտները, ինչի մասին բոլորը պատմում են համաշխարհային մակարդակով։ Նախ Հայաստանում դա ոնց է իրականացվում, այդ միջին ժամանակահատվածը ինչքան է, ընդհանուր վերցնենք, եթե չառանձնացնենք բիզնես տարբերությունները, եւ առհասարակ դուք ոնց եք վարվում այդ դեպքում։ Իհարկե ստեղ էլ կախված ոլորտից, կախված տարբեր գործոններից, ծախսած ծածկույթը հետ բերելու եւ շահույթ հետապնդելու կա տարբեր ժամանակացույցեր, որոնք որ նշված են, բայց մենք քանի որ շատ անհամբեր ենք, որը որ կարծում եմ նաեւ ունի իր օբյեկտիվ պատճառները, որովհետեւ մենք շատ հաճախ դրան մատների արանքով ենք նայում, բայց վերջի վերջո մենք պատերազմող երկիր ենք եւ մեր կյանքը առհասարակ ոնց որ հաջորդ օրը պլանավորելը իրականում օբյեկտիվորեն նաև շատ գործոններից է կախված, որոնք որ ցավոք սրտի մեր վերահսկողության տակ չեն եւ հետեւաբար ստեղից գալիս է նաև այս մշակույթի բացակայությունը, սա կարծում եմ այն օբյեկտիվ կողմն է, որը որ իհարկե արդարացված չի, որ ցանկացած չէ, բայց շատ գործարարներ, որոնց մենք ծանոթ ենք, ցանկացած ներդրման դեպքում ակնկալում են շուտապույտ գումարի հետ վերադարձ եւ շահույթ։ Մենք հումորով նույնիսկ քանի որ մարքեթինգի մասով ծառայություններ ենք մատուցում, շատ հաճախ հումորով խոսում ենք սրա մասին ու այս վերջերս նույնիսկ դրա հետ կապված տենց հումորային քննարկում ունենք։ Ամենահաճախ հնչող թեմաներից մեկը, երբ որ մարքեթինգի հետ կապված խոսում ենք, գործարարների այն պատասխանն է, որ օքեյ, եթե օրինակ դուք $1000 եք ուզում ես X աշխատանք անելու համար,
օքեյ, ես պատրաստ եմ $100,000 վճարել, եթե ես իմանամ ես $10 միլիոն գումար կաշխատեմ, ու դա այնպիսի մի ինչ-որ տան շատ խելացի իմաստուն դեմքով է արվում, ոնց որ տենց ինչ-որ մեծ իմաստություն է պետք դա հասկանալու համար։ Բայց խնդիրը հենց դա է, այսինքն մենք ինչ ենք անում, մենք ակնկալում ենք այսօր դնենք, վաղը աշխատենք ոնց որ 10 անգամ ավելի շատ, բայց այդպես չի լինում բիզնեսում կամ դրանք առնվազն չեն լինում օրինաչափություն, հա, դա կարա լինի բացառություն, որը որ կարա շատ եզակի դեպքերում լինի, բայց բիզնեսի օրինաչափությունը նա է, որ ցանկացած բիզնեսի մեջ երբ որ ներդրում ես անում, դա պահանջում է ժամանակ, որպեսզի պտուղները տան, հա։ Մենք ընկեր ունենք, ասում եմ մեկ ամսում 9 երեխա չես կարող ունենալ, բայց 9 ամսում 1 երեխա կարող ես ունենալ։ Հիմա նույնը բիզնեսի մեջ է եւ ամեն ինչ ունի իր ժամանակը եւ պետքա սովորել ուղղակի սպասել եւ գործել։ Այդ process-ը պիտի հասունանա ամեն դեպքում, որ արդեն այդ վերջնարդյունքը լինի ու տեսանելի լինի։ Հետաքրքիր է, ձախողելուց հետո ինչքան ժամանակ է անհրաժեշտ գործարարին նոր բիզնես սկսելու համար։ Այդ այնքան տարբեր է։ Ձեր դեպքում ասեք, եթե այդպես մեծ ձախողումից հետո կամ չի եղել մեծ ձախողում կամ գոնե հիասթափություն է եղել, հոգեբանորեն վերականգնվելու համար, ֆինանսապես վերականգնվելու համար ինչ հա պետք անել նախ այդ գործողությունների շղթան ու ֆինանսական այդ կայունությունը։ Կարծում եմ շատ པարզ բան պետք է ասեմ, ունենալ որոշում, համառություն եւ շարժվել առաջ, ընդամենը դա, որովհետեւ այլ դեպքում ուղղակի միշտ կարելի է ափսոսանքով նայել եւ մնալ նույն տեղում։ Ես ինքս միշտ որ նայում եմ մարդկանց, ովքեր որ ֆինանսական լուրջ կորուստներ են ունեցել, ովքեր որ լինելով միլիարդատեր սնանկացել են, հետո էլի դարձել են, ես միշտ հիացմունքով եմ նայում այդ երևույթին, որովհետեւ այդտեղ խոսքը միայն ֆինանսի մասին չի, խոսքը ավելի շատ ներքին այդ ուժի մասին է, հա, որ մարդ ունենալով նման կորուստ կարողանում է ոտքի կանգնի ու նորից վերականգնի իր կարգավիճակը, սա կարծում եմ ֆանտաստիկ մի բան է, բայց իրականում սրա խնդիրը իմ կարծիքով շատ ժամանակն է, որ մենք շատ խոսում ենք երազելու մասին ու երազելը շատ լավ բան է, բայց երբեմն մի քիչ կարծում եմ ավելի շատ ենք խոսում, էլի, ու ցավոք սրտի շատ երիտասարդներ մնում են հենց երազելու փուլում, այսինքն երիտասարդությունը հասնում է, բայց երազելը մնում է։ Ինչու, որովհետև ռիսկային չեն։ Չէ, գիտեք, որովհետև երազելուց հետո պետքա քայլեր ձեռնարկել, ու մենք ավելի շատ սկսում ենք երազել, քան գործել, ու շատ կարևոր է այս բալանսը, որ մենք ունենանք երազանք, որը որ ինքնին կարևոր բան է, բայց նաև գործենք այդ երազանքին համապատասխան քայլեր ձեռնարկենք, էլի, որտեվ երազել, որ պետքա դառնալ միլիարդատեր եւ որևէ բան չանել, դա իհարկե ոնց որ ինքնախապեյություն է, էլի, ու կարծում եմ շատ է խոսում դրա մասին, եւ մյուս բանը, որի մասին էլի շատ է խոսվում, դա կարծում եմ գործարար դառնալու մասին է շատ խոսվում ու ինձ էլ մի քանի առիթով հրավիրել էին ինչ-որ տենց երիտասարդների հետ խոսել բիզնեսի մասին եւ այլն, ու իմ միգուցե սփիչը շատ ավելի սթափեցնող եղավ, որովհետև ես չուզեցա կանգնեմ ու ասեմ դուք բոլորդ կարող եք գործարարներ դառնալ, որովհետև դա այդպես չի։ Գործարար ոչ բոլորը կարող են դառնալ եւ դրա համար պետք են հմտություններ եւ դրա համար առաջի հերթին պետքա կոչում, որը որ մարդը կամ ունի կամ չունի։ Եվ հետեւաբար ինչ կոչում է պետք։ Մարդը պետքա գործարարի կոչում ունենա։ Ինչ որակներ են պետք։ Ամենատարբեր որակներ է, այսինքն դա 1-2 որակի հաշվին չի, գիտեք, երբ որ մարդը համառորեն փորձի դառնա գործարար, միգուցե ստացվի, բայց եթե այդ մարդու կոչումը օրինակ բժիշկ դառնալն էր, միգուցե ավելի լավ էր այդ մարդը բժիշկ դառնար։ Օրինակ նույն հենց այս օրինակի վրա վերջերս չեմ նշի բնականաբար որ կլինիկան, խոսում էի կլինիկայի սեփականատիրոջ հետ ու ասում էր, գիտես, ես հասկացա, որ ես բացարձակ բիզնեսի մարդ չեմ, ինքը ֆանտաստիկ լավ բժիշկ է իր բնակավարում եւ ինքը խոսում էր նրա մասին, ասում էր, ես հասկանում եմ, որ այս ամեն ինչը ես իզուր եմ արել ու հիմա մեծ հաճույքով կուզենամ ուղակի ինչ որ մեկը գա այդտեղ որպես կառավարիչ, որպես տնօրեն եւ ես ուղակի իմ օրակարգը մշակելով հիվանդներ ընդունեմ, հիվանդներ ճանապարհամ, ես երջանիկ չեմ։
ու ինքը շատ նուրբ հարց է, էլի, այսինքն մեր դեպքում բիզնեսը ընկալվում է ինչ որ կարիերայի գագաթնակետ, բայց դա իրականում այդպես չի, էլի։ Բոլորը չեն որ բիզնես պետքա լինեն։ Կա ժամանակ, երբ երեխան որ ծնվում էր, ասում էին իսկական վաճառական է դառնալու, հիմա դա վերափոխվել է գործարարի, չէ՞, կարծես թե պիտի վաճառելու տաղանդ ունենալ ամեն դեպքում։ Ես ինքս դրա մասին խոսում եմ միշտ, ու միշտ ասում եմ, որ վաճառելու տաղանդ պետքա ունենալ, պետքա առնվազն կարիերայի հետ կապված ինչ որ փուլում մարդ վաճառքի ոլորտում աշխատի։ Ես ամենատարբեր առիթներով դրա մասին խոսել եմ, նաև հիմնավորել եմ ինչի եմ այդպես կարծում, ու նաև գիտեմ, որ ոչ բոլորը ունեն այդ սկիլերը, ոչ բոլորը ունեն այդ հմտությունները, բայց դրանով հանդերձ վաճառքի հմտությունները, երբ որ մարդը թեկուզ փորձում է ձեռք բերի, նույնիսկ եթե մարդը դառնալու է բժիշկ, գիտնական, չգիտեմ, ինչ ասեմ, կոշկակար, ցանկացած մասնագիտություն, ուսուցիչ, ամեն ինչի դեպքում պետքա վաճառքի հմտություններ, soft skill-եր, որոնք որ բնականաբար ավելի հեշտացնում են մարդուն իրան աշխատաշուկայում կամ տարբեր տեղերում դիրքավորվելու եւ ճիշտ վաճառելու։ Մենք ես մոտ 1.5 տարի առաջ խոսում էի մի բժշկի հետ, շատ անվանի, ամերիկյան շուկայից էր, կոլումբիացի էր ազգությամբ, եւ իրենց սկսեցինք խոսենք վաճառքից եւ մարքեթինգից, ինքն բացի այն որ բժիշկ էր, նաեւ խոշոր հիվանդանոցում, Կալիֆոռնիայի ամենախոշոր հիվանդանոցում փոխտնօրենի կարգավիճակ ուներ եւ սկսեց խոսել նես բաներից, որ ես ինքս ապշած էի, որ ոնց կարա բժիշկը այսքան ինֆորմացված լինի մարքեթինգից եւ վաճառքից, ասի բա որտեղից այդքանը գիտես, ասաս լսի սա բիզնես է ու իմ մոտ պացիենտ է գալիս, ես պետքա կարողանամ իրան վաճառեմ։ Ու ցավոք, երբ որ մենք էս համատում ենք մեր իրականության հետ, երբ որ մարդը գնում է բժշկի մոտ ու բժիշկը ոչ բոլորը իհարկե, բայց շատ հաճախ բժիշկը նույնիսկ չի ուզում մի փոքր ժպտալով ողջունել ջանքանի, իհարկե կոնտրաստը շատ մեծ է, որովհետև Բայց լավ վաճառում են։ Այդ մասով կարծում եմ վաճառում են։ Չոր են վաճառում, բայց լավ վաճառում են։ Սովետական տենց հումոր կար է, ռուսական շուկայում, այդ կրիմինալ ժամանակաշրջանում ասում էին կուպի կիրպիչ։ Այդ նշանակում էր, որ դու բնականաբար ոչ մեկին կիրպիչը պետք չէր, բայց դու միևնույնն ստիպված պետք է գներ, որովհետև եթե չգներ, քեզ թալանում էին։ Դրա համար մարդիկ ինքնակամ առնում էին այդ կիրպիչը, էլի լեգալ ձևով ոնց որ գողություն էին անում։ Հիմա ուզում ասեմ, մեր մոտ ցավոք սրտի այդ կուպի կիրպիչ սկզբունքով է բժշկական ոլորտը, էլի, իսկ այնտեղ մարդիկ հասկանում են, որ չէ, եթե ինձ ջերմ չողջունեցին, դա կարա պատճառ հանդիսանա, որ ես գնամ մեկ այլ բժշկի մոտ։ Այո։ Դա համար շատ կարևոր է սա։ Շատ հետաքրքիր է զրույցը, Էմիլ ջան։ Վերջում ինչ կուզեք ասել նորաթուխ գործարարներին եւ փորձառու գործարարներին։ Խորհուրդ գուցե ձեր փորձից։ Երևի այն ինչը որ եթերի ժամանակ խոսեցի նաեւ, որ ցանկացած նոր գաղափար պետքա ինտուզիազմը շատ կարևոր է, բայց պետքա քննել, հատկապես դա վերաբերում է ավելի փորձառու իմ գործընկերներին, կարծում եմ այդպես էլ արվում է որպես կանոն, որովհետև գինը այլ է։ Բիզնեսը սկսելու փուլում եւ բիզնեսի ինչ-որ մի հաջողության փուլում բնականաբար նույն ռիսկը չես կարող վերցնել, որովհետև գինը տարբեր է լինելու, որը որ դու վճարելու ես այդ երկու ռիսկերի դիմաց։ Հետևաբար խորհուրդ կտամ ավելի հաշվարկային լինել, այսինքն հաշվելով անել, իսկ այն կոլեգաներին, գործընկերներին, ովքեր որ նոր քայլեր են փորձում ձեռնարկել, միանշանակ խորհուրդ կտամ, որ երազելուց բացի գործել։ Միշտ ունենալ մաքսիմում բարձր նշաձող, բայց այդ նշաձողին հասնելու համար գիտակցել, որ պետք է անցնել ճանապարհ, եւ այդ ճանապարհը երբեմն տարբերվում է մեր երազանքների ճանապարհներից, ավելի բարդ է, ավելի խուճուճ է, ոչ միշտ է հաճելի եւ էլի տարածված մի բան կա, որ ասում են շատ հաճախ հոբին փորձում են վերածել բիզնեսի եւ դա աշխատում է, բայց ամեն դեպքում պետք է հասկանալ, որ բիզնեսը ոչ միշտ է հոբի ու ոչ միշտ է հաճելի ու ոչ միշտ է հաճելի լինում։ Այո, ես կարող եմ նշել, որ իմ համար բիզնեսը դա հոբի է, բայց հոբի լինելով հանդերձ տարբերությունը որն է, հոբին միշտ հաճելի է, իսկ բիզնեսի դեպքում լինում են դեպքեր, երբ որ
հաճելի չի, բայց դու պետքա առերեսվես, դու պետքա որոշումներ կայացնես, որոշումները ոչ բոլորին են հաճելի լինելու, որոշումները ոչ բոլոր կողմերի շահերից են բխելու, բայց միևնույն է այդ որոշումները պետքա կայացվեն, որովհետեւ վաճառել ինքդ քեզ էլի այդ գաղափարները։ Պայքարելու։ Շնորհակալ եմ շատ Էմիլ ջան զրույցի համար, իսկ մեզ լսողներին ու դիտողներին հիշեցնեմ, որ սխալ հաշվարկի իմ հյուրը Էմիլ Կրոյանն էր, իսկ ձեզ համար Մոնիկա Մամյանն էր աշխատում, կհանդիպենք հաջորդ շաբաթ, լավ եղեք։